Հպարտություն, որը դու չես նկատում, բայց Աստված տեսնում է։ Դու ասում ես, ես հպարտ մարդ չեմ։ Երբեք քեզ բարձրաձայն չես գովում եւ չես էլ անարգում ուրիշներին, բայց երբ քեզ սուղղում են, միանգամից պաշտպանվում ես։ Երբ ուրիշի հաջողությունն ես տեսնում, քեզ համեմատում ես նրա հետ։ Երբ քեզ անտեսում են, դու նեղանում ես։ Եվ դու դա չես կոչում հպարտություն։ Դու ասում ես, ես պարզապես արդարացի եմ, բայց Աստված տեսնում է։ Երբ քեզ դու ինքդ ավելի բարձր ես տեսնում, իսկ մարդկանց կամ Աստծո խրատ ավելի ցած։ Հպարտությունը միշտ չէ, որ աղաղակում է, այն կարող է լուռ նստած լինել քո ներսում, քո մտքերի եւ դատողությունների լեզվով խոսել քեզ հետ։ Այն ասում է. ես ուրիշների նման չեմ, ես չէի ինքնի այսպես։ Ինձ ինչու չեն նկատում։ Բայց Աստված ասում է. ես հպարտներին հակառակ եմ, բայց խոնարհներին շնորհ եմ տալիս։ Ուզում ես իմանալ ունես հպարտություն։ Նայիր, թե ինչ ես զգում, երբ սխալդ ուղղում են։ Կամ երբ սպասում ես, բայց քեզ չեն գովում։ Երբ ուզում ես առաջին լինել, բայց քեզ երկրորդ տեղում են դնում։ Քո արձագանքները կբացահայտեն քո սրտի վիճակը, բայց հիշիր, Տերը չի ցանկանում քեզ խոնարհեցնել, որպեսզի կոտրի քեզ։ Նա ուզում է խոնարհեցնել քեզ, որպեսզի բարձրացնի։ Խոնարհ սիրտը Աստված բարձրացնում է ճիշտ ժամանակին, եւ այդ սիրտն է, որ չի փնտրում իր փառքը, այլ փայլում է Տիրոջ լույսով։